ամենակարևոր գործիքը, որը ունի ներկայիս իշխանությունը, դա վախն է։ Կոմենտում ինչ որ մեկը գրել էր ոնց քեզ կմորթեի դանակով։ Հայաստանը արդեն 8 տարուց ավել ապրում է ատելության մեջ։ Բերանը բացում են մի բան են ասում, 5 րոպե հետո, երբ որ իրենց հարցում են, արդյոք դուք դա ասել եք։ Ասում են չէ։ Համացանց նշանակություն ունի, որովհետև այդ տենդենսը զարգացրեց կոմենտի անպատասխանատու կարծիքի անպատժելիությունը։ Տարիներ է նորից պահանջվելու, որպեսզի մարդիկ նորից հավատան դատավորին, ոստիկանին, դատախազին։ Հայաստանը արդեն 8 տարուց ավել ապրում է ատելության եւ ոչ համերաշխության մեջ։ Դե տենց չի։ 8 չէ, որովհետև 18-ից 20-ը ապուշ էйֆորիկ վիճակ էր։ Սեր էր վխտում։ Բայց այդ ժամանակ արդեն սկսվեց բաժանումը, եթե հիշում ես, սև ու սպիտակների։ Չսկսվեց, դրա վրա էլ կառուցվել էր։ Այո, եւ ուզում եմ, որ մենք այսօր խոսանք ատելության խոսքի, ընդհանրապես քաղաքական խոսքի եւ այդ խոսույթի մասին, тем более որ մենք հեսա ունենք գալիք ընտրություններ։ Քո կարծիքը որպես խոսքի մասնագետ եւ վարպետ։ Անպատասխանատվություն, սեփական խոսքի համար ոչ մի պատասխանատվություն, նկատի չունեմ քրեական գործերը, այդ խոսքի մասին չէ, այդ քաղաքական հետապնդումների մասին է։ Փնթիություն խոսքի մեջ։ Ну, հիմա դու թվարկում ես ոնց որ բաց կետերը, որոնք պետքա շտկվեն։ Բան չես ուզում քննարկենք։ Չէ, ուզում եմ հասկանամ ով պետքա շտկի այդ կետերը։ Չկա միասնական մարմին, պետական, դա լեզվի պետական կոմիտեն չի հաստատ։ Ամեն մեկը ունի իր պատասխանատվության չափը։ Այսինքն ամեն ինչը որոշվելու է օրենքով, ոստիկանությունով, դատախազությունով, հա? Չէ։ Ամեն մեկը ունի իր պատասխանատվության չափը։ Շարքային քաղաքացին իր պատասխանատվության չափը, երբ որ կոմենտում է Facebook-ում ինչ որ բան։ Քաղաքական գործիչ իր պատասխանատվության չափը, երբ որ հնարավորություն ունի օրենսդրորեն կարգավորել դաշտը։ Պետական մարմինները իրանց բաժին։ Բայց նայ, մենք ունենք լիովին անպատասխանատու պաշտոնյաներ։ Ինչ առումով անպատասխանատու։ Բերանը բացում են մի բան են ասում, 5 րոպե հետո, երբ որ իրենց հարցում են, արդյոք դուք դա ասել եք։ Ասում են, չէ, այս բան հնարավոր չի, ես տես բան չեմ։ Խոսքի մասին չի, սա քաղաքական պատասխանատվության բացակայության մասին է։ Խոսքը ընդհանրապես դրսևորումներից մեկն է, ինչպես են դա անում։ Կարան ընդհանրապես ոչինչ չասեն, բայց անեն մի բան, հետո ճիշտ հակառակը։ Առանց խոսք։ Բայց դա ամենը պատված է խոսքով, եւ խոսքը որպես գործիք օգտագործվում է։ Նիկոլը որ սրտիկներ է ցույց տալիս, այդտեղ խոսքեր չկան։ Մենակ զենֆիրը երկերն են, այսինքն կա վերբալ եւ ոչ վերբալ ազդեցության եւ հաղորդակցության միջոց, բոլորն էլ կիրառվում են։ Հիմա այդ գործիքը կիրառվում է սեփական ժողովրդի դեմ։ Եվ ոչ միայն այդ գործիքը։ Խնդրում եմ մի քիչ մանրամասնես։ Դե շանտաժն է կիրառվում սեփական ժողովրդի դեմ, վախն է կիրառվում, ահաբեկումն է կիրառվում, պետական ապարատն է օգտագործում ժողովրդի դեմ։ Ամեն ինչ, ձեռքի տակ ինչ կա, սա օգտագործում է ժողովրդի դեմ։ Ես ուզում եմ մենք վերադառնանք խոսքի ուժին եւ խոսքին ընդհանրապես։ Ես շատ եմ հավատում, որ խոսքը ահռելի ուժ ունի։ Նույն պատմությունը դրա մասին անհերքելի լիքը փաստեր ունի։ Հա, բայց նույնպիսի անհերքելի փաստեր ունի, որ այդ իմաստնությունը մենք գիտակցում ենք post factum միշտ։ Ну, կարևորը ռետրոսպեկտիվ է։ Հա, ռետրոսպեկտիվ։ Հասկանում ես։ Հասկան, հա, չեմ վիճում քո հետ, չեմ վիճում։ Բայց մոռանալով վատ, հա, ունենք վատ կերպար, որը օգտագործվում է ինչքան հնարավոր է վատ ռեսուրսներ։ Ну, գլխավոր կերպար եւ իր ոնց որ ուսապարկեր։ Ենթակերպարները։ Ուսապարկեր, այտենց ինքն է իրանց տենց կոչում, մենք էլ ազատենք իրանց տենց կոչելու։ Նույն ընդդիմությունը այս վերջերս իմ նկատած բանն եմ ասում, սկսել է նույն ատելության խոսքը իրար մեջ ոնց որ ինչ որ բան են կիսում, երբ որ ունեն մի հատ ընդհանուր գլխավոր գաղափար, չէ՞։ Քեզ ինչն է ներվայնացնում։ Ինձ ներվայնացնում է, որ ատելության խոսքը մտել է արդեն այն միջավայր, որտեղ որ ինքը չպետք է լինի։ Նայ, իմ շատ լավ ընկերներից մեկը միշտ ասում է մի բան, որ կոնֆլիկտի սրացումը երբեմն խնդիրը լուծելու լավագույն ձևն է, որովհետև բաներ կան, որոնք չեն ասվում եւ առաջացնում են ողջ օրգանիզմի բորբոքում։
Եվ երբեմն պետքա որ այդ պայթի ասվի, այն ամեն ինչ պիտի ասվի, որպեսզի բուժման process-ը սկսվի։ Հիմա էլ չեմ նկատում, որ ամեն ինչ է ասվում։ Եվ կարծում եմ դեռ ժամանակը կգա, մենք հələ ամեն ինչ չենք տեսել։ Բայց արդյոք դա նպատակահարմար է հենց հիմա, ընտրություններից առաջ, երբ որ Իսկ ով է որոշում երբ է նպատակահարմար կամ երբ նպատակահարմար չի։ դերակատարները Չէ, ով է որոշում ճիշտ է, սա է թե սխալ է։ Մենք կարանք դրա գնահատականը տանք post factum կամ բաներ, որոնք պետքա ռետրոսպեկտիվ դիտարկել, որովհետև դա շղթա է գործողությունների եւ հետևանքների, դա մեկ գործողություն չի։ Այ երբ որ կգա արդեն X ժամը, երբ որ այդ գործողությունները կհասնեն ավարտին, դու նոր կարող ես դրանք գնահատել։ Այս process-ը ոչ 2 ամիս է որ սկսվել է, ոչ էլ 1 տարի է։ Շատ ավելի վաղուց է այդ process-ը։ խմորվում էր մոտ կակրաս այդ 8 տարի, խմորվում էր, որտեղ բոլորը իրար մեղադրում են, բոլորը իրար ինչ որ ստանալիքներ ունեն իրարից, դու ես մեղավոր, չէ, Բայց այդ process-ը դեռ չի ավարտվել եւ պարզ չի թե երբ կավարտվի, երբ կհասնի իր վերջնական պայթյունի եւ հանգուցալուծման։ Այդ ժամանակ նոր կկարողանաս գնահատել, սա օգտակար էր վերջի վերջո, թե օգտակար չէր։ Կարող է օգտակար էր, որովհետև լիքը միֆականացված կիսաճշմարտություններ կային, որոնք պետքա բարձրաձայնվեին, որպեսզի դադարեն լինել այդպիսին։ Կամ կարող է դա սխալ էր, որովհետև առանց հետ էլ սրեց, առանց այդ էլ սուրբ վիճակը։ Չգիտեմ, պիտի ավարտվի, որ մենք հասկանանք, սա օգուտ բերեց, թե չէ։ Գործողությունները չես կարող հնդածս գնահատել։ Դրանք պիտի գնահատես, երբ որ դրանք ավարտվեցին։ Դա տեսություններից մեկն է։ Դա տեսություն չի, դա պրակտիկա է։ Ես չեմ կարող գնահատական տալ որևէ բանի, ինչը դեռ չի ավարտվել, չի հասել իր հանգուցալուծման։ Կախված նրանից, թե ինչպիսի հանգուցալուծում կստանա, մենք կկարողանանք հասկանալ, սա օգտակար առողջացման process էր, թե ել ավելի վատ թարացրեց եւ պացիենտը մահացավ։ Քանի մենք ունենք արդեն բազմամյա փորձ։ Ինչի բազմամյա փորձ։ Պրոցեսների։ Ատելության խոսքի։ Այո։ Դու շատ տեղային ես, լոկալ ես այդ փորձը կիրառում կամ գնահատում, որպեսզի մենք ունենանք, չէ, մենք պիտի ուրեմն դիտարկենք նմանատիպ իրավիճակները տարբեր երկրներում կամ նմանատիպ իրավիճակները մեզ նման երկրներում, մեզ նման սոցիումներում, տեսնենք ինչ դինամիկա կարող է լինել, որ դեպքում է որ հանգեցրել է առողջացման, որ դեպքում է որ չի առողջացրել իրավիճակը։ Մենք կարող ենք տեսական սցենարների քննարկում հիմա անել։ Ունենք տենց օրինակներ։ Չգիտեմ։ Մեր երկրի նման։ Չգիտեմ։ Ինձ թվում է հետսովետական տարածքում նվազագույնը, իսկ առավելագույնը կարող եմ քեզ մի բան ասել, այն ինչ դու նկատում ես, դա հայկական process չի, դա համամարտկային փոխհարաբերությունների փոփոխության process է, որովհետև ես սկսել եմ նկատել նման դրսևորումներ, տարբեր սրության աստիճանի, բայց նման դրսևորումներ տարբեր երկրների տարբեր քաղաքական process-ներում։ Եվ ոչ միայն քաղաքական, կարելի է ասել նույնիսկ Այո, ես նկատում եմ ընդհանուր համամարտկային տենդենս։ Ես չգիտեմ դա ինչի հետ կապ ունի։ Տարբեր մոտեցումներ կան եւ ես կարող եմ կռահեմ, ենթադրեմ, բայց վերջնական պատասխանը չունեմ։ Դրա մի վարկած կա, ասում եմ, որ մինչև համացանց մենակ տնեցիկ գիտեին, որ կոնկրետ անձը ինչ դիագնոզ ունի, իսկ հիմա համացանցը կա ու շուրջ բոլոր միլիոնները գիտեն կոնկրետ անձը։ Եվ ոչ միայն գիտեն, այլ նաեւ սկսում են սատարել։ Երկիր մոլորակը տափակ է, դու գիտես, քանի միլիոն մարդ կա, որ դրան հավատում է։ Դու հասկանում ես, որ սա համատարած process է, դու մի կարևոր բան ասեցիր։ Ես կարծում եմ, որ ամեն դեպքում համացանցը նշանակություն ունի, սոցիալական ցանցերը, Facebook-ները եւ Instagram-ները եւ TikTok-ները նշանակություն ունեն, որովհետեւ այդ տենդենսը զարգացրեց կոմենտի, կարծիքի, անպատասխանատու կարծիքի անպատժելիությունը։ Իսկ դա առաջացնում է անխուսափելիորեն վիրտուալ իրավիճակի անցումը իրական կյանք։ Այսինքն փոխկապակցված այո, ներթափանցում է իրական կյանք, այդ վարքագիծը եւ այդ մոտեցումները եւ սկսում է իրականության հետ բախում։ Եվ տարբեր երկրների օրենսդրական, դատական, սոցիալ-մշակութային իրավիճակները կորոշեն ինչով կավարտվի տվյալ պարագայում։ Օրինակ Հայաստանում չգիտեմ ինչով կավարտվի, որովհետեւ այս ամեն ինչը ահագնացավ ու համընկավ նաեւ ընտրական process-ների հետ։ Ընտրական process-ը բերում է նրան, որ սրվում է իրավիճակը եւ կարող է բացվի վերքը, ամբողջությամբ այդ թարախը դուրս գա, թող բացվի ու դուրս գա։ Ես էլ եմ կողմնակից թարախը։ Թող բոլորն ասեն այն ինչ իրականում մտածում են, թող բոլորն ասեն իրենց պատճառները,
Թող բոլորը ջրի երես հանեն բոլոր կոնֆլիկտները եւ միգուցե այդ դեպքում այդ կոնֆլիկտները մենք չենք փոխանցի ապագա սերունդներին։ Այսինքն դու տես թերապևտիկի կողմնակից ես։ Ես մի քիչ ավելի շուտ խիրուրգիկի կողմնակից եմ, բացատրեմ ինչու։ Ատելության խոսքը, որը ոնց որ եւ դու նշեցիր, ամենաթողության եւ անպատժելիության հետևանքն է դե ֆակտո։ Դե յուրե Հայաստանում մենք գիտենք, որ այդ աղմկահարույց հոդվածը, որ սկզբից ընդունվեց, հետո ատելության խոսքի տարածում եւ հետո ՍԴ-ն որոշեց, որ դա հասկանում ես, չէ՞ որ դա ատելության խոսքի հետ որևէ կապ չունի։ Այդ դա ուղղակի գործիք է։ Դա գործիք է անդիմադիրների դեմ։ Լրացնելու։ Եվ ոչ միայն անդիմադիրների դեմ, վաղը մյուս օրը եթե տեղի ունենա Նիկոլ Փաշինյանի վերընտրություն եւ փոխվի համանadrություն ադրբեջանցիները գան ապրեն ստեղ, այդ գործիքը արդեն աշխատելու է յուրաքանչյուր քաղաքացու դեմ, ով կփորձվի չոր ասել դիմացի կանգնած ադրբեջանցուն։ Այսինքն սա օրենքը ինքն իրեն պաշտպանել։ Դե մուննատ գա ուղղակի թարսնայի։ Համարցակվի։ Հա, նկատի ունեմ սա հերու գտանցող օրենք է, որը սկզբում կիրառվելու է միայն անդիմախոսների դեմ, իսկ հետո բոլոր նրանց, ովքեր խանգարելու են իրականացնել այդ քաղաքականություն։ Այսինքն մեր քաղաքացիները պետք է հասկանան, որ երբ որ գալիս էին կոմունիստների հետևից իրանք լռում էին, երբ որ գալիս էին քրիստոնյաների հետևից իրանք լռում էին, իսկ հետո կգան իրանք հետևից, էլ ոչ մեկ չի կարող պայքարի իրանք համար։ Դե գիտես ոնց, քանի որ իրանք բարեկամներ ունեն Ռուսաստանում, Ամերիկայում, Ֆրանսիայում, չգիտեմ, երկրներում կթողեն կգնան այս երկրից։ Եվ ինչ կմնա։ Ոչինչ։ Ատելության խոսք 29000 քառակուսի կիլոմետրում։ Չէ, մի օր կավարտվի այդ ատելության խոսքը մեզնով կամ առանց մեզ։ Դա են տարբեր ելքերը։ Լսի, մի անգամ չեմ հիշում ում հետ էի խոսում։ Շատ գժական միտք ասեց։ Հակասական։ Ասաց Սփյուռքը համ մեր հենարանն է, համ էլ մեր արտագաղթի գլխավոր հովանավորը, որովհետև քանի դեռ արտերկրում կան մարդիկ ում մոտ ես կարամ գնամ, ես չեմ պայքարելու ստեղ, որովհետև ես միշտ կարամ գնամ։ Դու պայքարում ես այն ժամանակ, երբ որ փախնելու տեղ չունես։ Միտքը հասկանում եմ, չեմ կիսում։ Մի կիսի։ Հասկանում եմ, լավ։ Հակադարձի։ Չեմ ուզում հակադարձեմ, քանի որ իմ նպատակը չի հակադարձել։ Իմ Չէ, դե նպատակն է բացատրի, մարդիկ քեզ նայում են, հիմա ասում են մենք էլ համաձայն չենք Սերգեյի պես, բայց Սերգեյը չի ասում ինչի Հետո համաձայն կասեն չի։ Սերգեյը համաձայն չի, որտեվ գնալու տեղ չունի։ Հա, բայց դու ունես։ Չունեմ գնալու տեղ։ Դու էլ չունես։ Այլևս չունեմ գնալու տեղ, հա, քանի որ որոշել եմ ես եւ իմ բոլոր 5 երեխաները այս երկրում պետք է ապրեն։ Միգուցե դա քաղաքական որոշում է հայ լինել եւ մնալ ստեղ։ Հա, երևի հələ չեմ այդքան չեմ խորացել ինչի ատելության խոսքը, որտեղ ատելության խոսքը մտնում է նաև առօրյա եւ ընտանիքներ։ Այո, ես քեզ ասացի, վիրտուալիստներ թափանցում է մեր իրական կյանք բոլոր ոլորտներ։ Այդ ամենաթողությունն էլ է իրան ոնց որ իր հետ բերվող անպատժելիությունը մտնում է եւ մենք ունենում ենք խնդիրներ դպրոցներում, առօրյա կյանքում, մարդիկ իրար են սպանում։ Հա, Արդեն ուղղակի չի վիրավորում, արդեն սպանում է։ Որովհետև Facebook-ում դու ուղղակի բլոկում ես, իսկ կյանքում ոնց կարաս բլոկես։ Անջուցելով կյանքը։ Հա։ Դա շատ վատ բան է։ Լսի, բայց ես հավատացած եմ, շատ տեսական մոտեցում է, դա պետք է ստուգել։ Ես հավատացած եմ, որ այս միջավայրը կարելի է փոխել, եթե փոխվի այդ ատելության տարածողը։ Այսինքն եթե չլինի այդ ատելություն տարածողը եւ գեներացնողը, որովհետեւ երբ դա անում է որևէ պետական մարմին կամ ներկայացուցիչ, ով ունի լծակներ, անսահմանափակ հնարավորություններ, խրախուսում է դա, դարձնում է տրենդ։ Ինձ թվում է այդ օղակը որ համվի գոյություն չունենա։ Այսինքն սնուցում չի ունենա այդ սնուցում չունենա, պետք է զրկել ատելությունը սնուցումից։ Պետք է վերացնել այն օղակը, այն գեներատորը, որը ծնում է այդ ատելությունը։ Լայն ինչի է իմ համար մի քիչ այդ ատելության խոսքը եւ ընդհանրապես ատելությունը իմ համար խորտ քրիստոնյա ազգ ենք, առաջի պետականորեն քրիստոնեություն ընդունած ազգ ենք եւ քրիստոնեությունում ատելությունը դա մեղքին հավասար բան է։ Եվ երբ որ դու ատելություն ես, դա այսինքն դու չար ես մաղթում մարդուն, չէ՞, դու չարություն ես տարածում,
Եվ մարդը, որը պայքարում է եկեղեցու օգնության մասին, համար Հիսուսին մոտիկ կանգնելու համար։ Տենց ասում է ինքը, դրա համար չի պայքարում։ Ես բաներով, ոնց որ տեսական կետերով գնանք, ու մարդը նույնտեղ ասում է դուք փախածներով չհամարցակվեք այս պլաստմասի կտորին չհարգել կամ ինձ չհարգել ու ինձ անվանել Արցախ հանձնող։ Ուզում եմ հասկանամ որտեղ է ինքը ստում։ Ամենտեղ ինքն իրեն, մերձավորներին, բոլորին, ամեն ինչի մասին։ Ինձ թվում է մեկ-մեկ հավատում է իր ստին։ Իմ կարծիքը հենց դա որ կարող է այդքան է ստել, որ սկսել է հավատալ ինքն իր ստին ու իր շրջապատը իրանից երես է քաշում ու գնում է իրանից։ Ոնց որ գնաց կինը։ Չգիտեմ, ես չէի մտնի դրա մեջ, որովհետև ես դրա մեջ լրիվ ուրիշ շատ կիրառական, շատ տեխնիկական նպատակներ եմ տեսնում, բայց անիմաստ է դրա մասին հիմա խոսելը, արի խոսենք նրանից հետո, երբ որ իմ ենթադրությունները իրականանան, ես քեզ կադրիզուց դրանք կպատմեմ, բայց դա բնավ բարոյահոգեբանական պատճառներ չեն։ Լավ, վերադառնանք ատելությանը։ Երբեմն ատելությունը երկարատև անարդարության հետևանք է։ Այսինքն տուր մարդկանց վստահություն, որ արդարությունը կվերականգնվի եւ լարվածության զգալի չափ կնվազի։ Մյուս սեգմենտը տուր մարդկանց օրինակելի ղեկավար, օրինակելի նկատի ունեմ կատարյալ։ Նկատի ունեմ արժանապատիվ մարդ, ով ոչ թե հպարտ, ով չի ստում ու չի ատում սեփական ժողովրդին, ով ատելության խոսք չի խրախուսում, երկրորդ սեգմենտով նույնպես ատելության մակարդակը զգալիորեն կնվազի։ Սկսի մարդկանց հետ աշխատել այդ ուղղությամբ, ոչ թե սպասի, որ ինքնաբերաբար անցնի։ Զանգվածային հոգեբանության, չգիտեմ, պսիխոլոգիա մաս հոգեթերապևտներ թող զբաղվեն, թող ազգովի, չգիտեմ, վարժություններ անեն, թող պարտադիր ինչ որ աշխատանքներ արվեն։ Այդ հետաքրքիր վարկած են առաջ բրթում, ասում են հիշում եք ժամանակին հայերը ոչ մեկ գոտի չէր, ամրագոտի չէր գցում մեքենայում, տուգանք մցրեցին, բոլորը սկսեցին գցել։ Նույնիսկ երբ որ տուգանք չկա։ Հիմա ասում է եկեք տուգանք մցնենք ատելության խոսքի համար, ով է ասում։ Նայ, դա միանգամից վերածվում է խոսքի ազատության ոտնահարումների։ Դրա համար դա չի կարելի անել այս ձևով։ Չես կարող լավ բան անել արգելքով։ Դե փաստացի կարողացար ստիպել ամրակապվել։ Բարոյական ոլորտում չես կարող անել լավ բան արգելքով։ Եթե դու քո աղջկան ասես 10-ից ուշ տուն մտար կտփեմ, ինքը կհակառակվի քեզ։ Շատ վատ հնչեց, հա։ Շատ վատ հնչեց, դու պատկերացրիր, չէ՞ իր ռեակցիան։ Երեխեքին ծեծել չի կարելի։ Ոչ մեկին ծեծել չի կարելի, Սերգեյ։ Համաձայն չեմ քո հետ, բայց չէ, ինքնահաստատվելու, սեփական մոտեցումը պարտադրելու, բռնանալու չի կարելի ծեծել մարդուն։ Եթե դու դա անում ես ինքնապաշտպանության եւ, չգիտեմ, հայրենիքի պաշտպանության համար, դա ուրիշ ձև է կոչվում։ Բայց ցանկացած բարի նպատակով արված արգելք միշտ առաջացնում է դիմադրություն եւ ել ավելի է ահագնացնում ատելությունը։ Բացատրել, ներվել ծախսել, բացատրել, ազդել, սեփական օրինակով, սեփական փոխհարաբերություններով, կառավարության այնպիսի նիստերով, որոնք փոխհարգալից են եւ ամոթ չլինի նաեւ ժողովրդի հետ այնպիսի հանդիպումներով, որտեղ կա հարգանք, չխրախուսելով նմանատիպ հարաբերությունները, խոսելով դրա մասին, գալով դրա հետևից։ Իմ ընկերուհիներից մեկը, քեզ լավ ծանոթ, ինչ արեց մի անգամ, շատ օրինակելի էր, դա փոխեց ամբողջ կառուցվածքը մի մարդու գլխի մեջ։ Ընդամենը մի մարդու, բայց դա օրինակ էր, ինչպես դա կարելի անել միշտ։ Կոմենտում ինչ որ մեկը գրել էր, ոնց քեզ կմորթեի դանակով։ Տեխնիկական ճշգրտումների օգնությամբ հասկացա, որ դա իրական մարդ է։ Գտավ հասցեն գնաց իրանց տուն։ Դանակը տվեց։ Դուռը բացեց, ասեց. Բան ես գրել։ Արա, դու պատկերացնես ինչ կատարվեց այդ ճոճի հետ։ Էլի ճոճի կերպարը, հա։ Հարցեր չի։ Այնտեղ չեղավ վեճ, այնտեղ չեղավ բռնություն։ Ընդամենը դեմ առ դեմ կանգնեցին երկու հոգի եւ պատասխանատվության պահը վրա հասավ։ Եթե մարդիկ իմանան, որ իրենց խոսքերի հետևից գալու են, բռնի կերպով չէ, զրույցի տեսքով, որ քո քողարկված կերպարը բացահայտվելու է, որ քո
ծածկանունը կամ այն fake-ը, որի հետևը դու թաքնված ես, բացվելու է, ու դա տեղի է ունենալու ոչ թե վիրտուալ կյանքում, այլ իրական կյանքում, դու ուրիշ ձև կխոսես։ Ինչ որ մեկ Կան երկրներ, որտեղ account գրանցելը անձնագրով, այո։ Միգուցե սա լավ միջոց է, որը բռնություն չի կիրառում։ Դա էլ կոնտրոլի տեսակներից մեկն է, որը Իսկ դու չես գտնում, որ երբ որ վերահսկել իրավիճակը, սկզբում դու պետքա վերահսկես դա։ Չէ, ես չեմ գտնում այդ այտենց, ես համարում եմ, որ եթե խոսքի ազատությունը, ապա պետք է լինի խոսքի ազատություն։ Բայց քո ազատությունը ավարտվում է այնտեղ, որտեղ խոսքի ազատություն փայլուն է, հրաշալի է, բայց ոչ վիրավորանքի ազատություն։ Եթե ասում քո ազատությունը ավարտվում է այն կետում, որտեղ սկսվում է ուրիշի ազատությունը եւ իրավունքը։ Սերգեյ, հասկանում ես, մենք հիմա խոսում ենք խոսքային արտահայտումների մասին, բայց չէ որ ատելությունը միշտ չէ որ խոսքով է, վերաբերմունքով, մոտեցումով, հայացքով կարա լինի։ Իսկ դրա դեմ ոնց աշխատես։ Լավ, ես չէի խորանա այդքան հայացքով ատելություն։ Մի հատ արցախցիներին հարցրա ոնց են թարս նայում իրանց վրա, երբ որ այդ մարդիկ համարձակվում են իրանց բարբառով խոսան։ Նույն ձևի թարս են նայում, ոնց որ նայում էին թարս բաքվեցիներին։ Հա, ես հիշում եմ, բայց մենք ոնց դա հաղթահարեցինք։ Ոնց հաղթահարեցինք։ Արդյոք հաղթահարեցինք։ Հա, հաղթահարեցինք։ Եվ այս անգամ էլ դա հնարավոր ուրեմն։ Մենք, այսինքն մենք չէ, Հայաստանը դա հաղթահարեց Արցախի հաշվին, որտեվ Արցախի շարժումը, սկիզբը Արցախի շարժմանը համընկավ այդ Բաքվի փախստականների հետ, փախստականների գալ, եւ ուղղակի վեկտորը շեղվավ Բաքվի փախստականներից։ Թե չէ ես հիշում եմ ինչ վիճակ էր կատարվում դպրոցներում, երբ որ եկան փախստական երեխեք ու որոշ մարդիկ ինչ ատելությունով էին նայում իրանց, որտեղ իրենք տարբեր էին, իրանք ուրիշ էին։ Իսկ հիմա մենք ոչ մեկս տարբեր չենք։ Իրանց նույնացնում էին ադրբեջանցիների հետ։ Դա էլ հակառակ process-ն էր։ Իրանց նույնացնում էին բաքվեցիների, նույնացնում էին թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ եւ ատելությունը պրոյեկտում էին իրանց վրա։ Եվ հիմա նույնը անում են արցախցիների հետ։ Ու այդ ամբողջ ատելությունը ոնց որ սնուցում է այն անձը, որ պետք է սանձի է չթողնի այդ անել, ասելով որ մենք ձեզ գումար ենք ծախսել, եթե չլինի այդ անձը իր հրահրելը, իր մեդիաները եւ իր տարածողները, կարանք ասենք, որ այս process-ը շտկելի է։ Կարող է գնամ արմանը, որովհետեւ իրական վերաբերմունքը մեր ժողովրդի ես տեսնում եմ։ Իրական ցավը, որ իրանք ապրում են, իրական մտահոգությունը, իրական հոգատարությունը, որով մեղվում է ինչ որ չափով այս իշխանությունների վարքագիծը, որովհետև եթե չլիներ նորմալ առողջ հայ ազգը, այս մարդիկ չէին դիմանա այս ատելության ալիքին։ Բայց դիմադրում ենք, չէ, հոգեպես, հոգեբանորեն դիմադրում ենք, բարոյապես դիմադրում ենք։ Ուրեմն հանենք այն օղակը, որը առաջացնում է վենտիլյատորի պես ատելությունը շպրտում, անջատեք այդ վենտիլյատորը եւ ամեն ինչ կգա իր տեղը, որովհետեւ հունիսի 6-ին կունենանք հնարավորություն։ Մերոնց բարոյականության ազգային արժեքների մեջ ես չեմ կասկածում։ Ուղղակի հիմա վտանգավոր է, շատերը վախենում են։ Եթե վախենալու չլինի պաշտպանել Արցախցուն, եթե վախենալու չլինի, ինչ է վախենալու, որովհետև կարող է այսօրվա պես, չգիտեմ, ձեռքերը ծալեն, տանեն, նստացնեն։ Ռեպրեսիվ համակարգը նենց է աշխատում, որ երբեմն մարդը սկսում է ինքնախմբագրել իրեն նույնիսկ այնտեղ, որտեղ իրան ոչինչ չի սպառնում։ Այսինքն ավանսով ռեֆլեքսորեն ինքը իրան խմբագրում։ Իհարկե։ Chilling effect է դա կոչվում։ Ես չեմ ուզում քեզ բաց թողեմ այտենց հեշտ ու թեթև, որտեվ բավականին ցավոտ է այդ թեման։ Դե դու նես թեմա սկսեցիր, որ անհնար էր այս կար ժամանակահատվածում։ Ինձ թվում է մնացած հյուրերի հետ էլ դրա մասին կխոսեք։ Մնացած հյուրերի հետ խոսում ենք իրանց մասնագիտականով։ Ատելությունների մասնագիտություն։ Չէ, հենց այդ էր իմ ցավը, որ քո մասնագիտությունը խոսքն է։ Ու մենք խոսացինք մենակ ատելությունից եւ արի վերջում քեզ ասեմ, խոսքով կարելի է սպանել, խոսքով կարելի է բուժել։ Կարևորը ով է այդ խոսքը ասում։ Այս սա ասածս դրա մասին էր, որ անձի ովքեր են ասում այդ խոսքը, ում խոսքն է հնչում ավելի բարձր, ում խոսքն է հնչում ավելի հաճախ։ Իսկ եթե տանենք ինստիտուցիոնալ ավելի խնդիրը դնենք ոչ թե անձի, այլ ինստիտուտներին։ Նայ այդ անձանց պայքարը ամենակայուն եւ ամենահայկական ինստիտուտի դեմ, հա, եկեղեցու դեմ,
տանուլ են տալիս միայն այդ պատճառով, որ եկեղեցին ատելություն չի սերմանում։ Չի գեներացնում։ Ու ոչ թե չի, նույնիսկ երբ որ դեպի իրան ատելություն է գնում, ինքը ֆռում ասում է ես ձեզ բոլորին սիրում եմ։ Դա փայլուն օրինակ էր, թե ինչպես պետք է վարվի իրական քրիստոնյան։ Եվ դա տվեց արդյունք, որովհետև այսօր փաստորեն տիրադավները կամաց-կամաց լքում են իրենց շարքերը։ Ինքնակամ իմիջիայլով, ինքնակամ որովհետև լավագույն որոշումը, այն որոշումն է, որ դու ինքդ կայացրիր, ոչ թե ճնշման տակ դա արեցիր, այլ ինքդ որոշեցիր հետ կանգնել։ Դե ճնշումը հիմնական միջոցներից մեկն է, որտեվ եթե ես տենց եմ տեսնում պատկերը, որ ամենակարևոր գործիքը, որը ունի ներկայիս իշխանությունը, դա վախն է։ Իրանց ներսի վախը։ Իրանք վախում են կորցնեն ինչ որ բան, ինչը երբեք չեն ունեցել, մենք էլ վախում կորցնենք ինչ որ բան։ Մենք որ վախենանք, մենք չենք պայքարի։ Իսկ իրանք վախում են։ Հակառակը մարդկային էությունը հետևյալն է, ինքը պայքարում է, երբ որ իսկապես վախենում է, երբ որ չունի ավելորդ տոլերանտություն, երբ որ չի համակերպվում, իսկ դրան դրթում է վախը, որ ես կկորցնեմ իմ Հայաստանը, ես կկորցնեմ իմ Սյունիքը, որ իրական է վտանգը։ Չէ, դու որպես իսկական հայ մտածում ես վերին գաղափարներով։ Իսկ իրանք մտածում են, ես կկորցնեմ այսօրվա լափամանը, ես կկորցնեմ անօրինական ձևով ունեցած իմ տունը, երրահարկ, որը երբեք չեմ ունեցել։ Ես կկորցնեմ հերոստացույցը, որի վարկը ինձ չեն տվել, իսկ հիմա ես կարամ 10 հատ տենց հերոստացույց առնեմ։ Գնա ուրիշ երկրում կապրի, ոչ իմանցել, տենց բաներից իրենք չեն վախենում։ Բա Նեմեսիսը։ Սերգեյ, կներես, որ վերջում քեզ պիտի հիասթափեցնեմ, բայց մոռացի։ Մենք էլ Նեմեսիս անող ազգ չենք։ Եվ հայոց առաքելական եկեղեցին ասում է, որ սա լավ ելք չի։ Ես շատ ուրախ եմ, որ ես եւս քո հետ համաձայն չեմ։ Մենք ունենք։ Հա, բայց դու հասկացար, չէ՞, արի վերադառնանք դեպի սկիզբ։ Ով էր ճիշտ, ես էի ճիշտ, թե դու էի ճիշտ։ Մենք կարող ենք տեսնել 10 տարի հետո։ Չէ, ես չեմ ուզում տեսնել ով է ճիշտ, ես թե դու։ Ես համարում եմ դու ես ճիշտ, ես էլ եմ ճիշտ։ Չէ, ես կոնկրետ Նեմեսիսի մասին եմ ասում։ Դու ասում ես համաձայն չեմ, որ էլ մենք այդ ազգը չենք, ես ասում եմ մենք էլ այդ ազգը չենք, որ Նեմեսիս անենք։ Հիմա որպեսզի հասկանանք ով է ճիշտ, պիտի 10 տարի սպասենք։ Չէ, բավական է հունիսի 6-ը։ Նորմալ անցնի ու Նեմեսիս պետք չի լինելու։ Տարիներով պատրաստվել է։ Ասում, եթե մենք հունիսի 6-ին մեր համակարգացիները ճիշտ որոշում կայացնեն, Նեմեսիսի կարիք չի լինի։ Բավական կլինի դատական համակարգը, որը կկայացնի օրինական։ Չէ, Նեմեսիսը էլի կլինի, բայց ոչ այն ձևով, որը մենք գիտենք։ Այլ ձևով կլինի։ Դե այն ժամանակ չկար Հայաստանի Հանրապետություն, գործողությունները ուրիշ ձև կլինեն։ Օրինական կլինեն։ Բոլոր գործողությունները պետք է լինեն օրինական եւ բոլոր մեղավորները նույն ատելություն սերմացնելու համար պետք է կրեն օրենքով սահմանված պատիժը։ Սկզբից պետք է այդ օրինականությունը վերականգնել, մարդիկ պիտի հավատան, որ դատավորի որոշումը արդար է, որ ինքը կողմնակալ չի, տարիներ է նորից պահանջվելու, որպեսզի մարդիկ նորից հավատան դատավորին, ոստիկանին, դատախազին, տարիներ է պետք լինելու։ Բայց դա անհնար չի, չէ՞։ Ուղղակի կարճ լուծումներ չեն լինում։ Լավ լուծումները չեն լինում արագ ու կարճ։ Պետք է ունենալ ողջախոհություն, համբերել եւ օգնել, եթե հնարավոր է, եթե դա քո ուժերի մեջ է։ Եթե դու ունակ ես օգնել, որպեսզի համակարգը վերականգնվի, պիտի օգնես, որ վերականգնվի։ Եթե ունակ չես, որ վերականգնվի, մի խանգարի։ Կամ նորը կառուցի։ Կամ եթե դուր չի գալիս այն մեկը, հիմնավորի, ռացիոնալ փաստարկներով ապացուցի, ցույց տուր քո լուծումը, ցույց տուր, որ դու անելու ձևը գիտես եւ արա։ Ստացիր մանդատը եւ արա։ Այլ ոչ թե խոստացիր, որ բոլոր որոշումները ընդունվելու են այս հրապարակում, ոչ մի թաքուն թուղթ չի ստորագրվելու ու հետո տափոնով թղթերա որ ստորագրվում է թաքուն։ Էլի թեմա բացեցիր եւս մի 40 րոպեի։ Արի սրանով էլ որ սահմանափակվենք, բայց ես կունենամ շանս քեզ եւս հյուրընկալել այս տաղավարում։ Ունեցի։ Շնորհակալություն ձեզ, բաժանորդագրվեք մեր YouTube-յան ալիքին, տարածեք մեր նյութերը եւ իհարկե մեկնաբանեք ձեր հավանած կամ չհավանած տեսանյութը, մտքերը եւ կիսեք ձեր գաղափարները մեր հետ, որ
մենք հասկանանք արդյոք Մեր խոսքը տեղ հասնում է, թե հոդս ա ցնդում։ չէ, իհարկե չի ցնդում։ Ստեսյուն Հաջողություն։